Այստեղ այնուամենայնիվ Տիկին Գյուրեղյանի հարցը շարունակելով մենք փաստացի մի անավակ վճար ենք վճարում, ճիշտ է, 0.25%-ի չափով, այսինքն 102 միլիոն անգամ 0.25% եւ նաեւ չօգտագործված մասի համար ենք, չէ՞, ինչ որ տոկոս վճարում։ 0.25 էլի Այսինքն այստեղ մտահոգությունը հիմնականում այն է, որ մենք էլի ունենք ենթադրում ինձ լավ գիտեք, տենց ստացված եւ չօգտագործված մի շարք վարկեր, որոնք մենք տարիներով սպասարկում ենք, բայց բուն գործը չենք կարել։ Մտահոգությունը նաեւ այն է, որ վստահ ենք արդյոք որ կարողանալու ենք անել, որպեսզի այսպես ասած, տենց դատարկ տոկոսներ չվճարենք միայն չարած գործի համար, ենթադրում եմ դա իհարկե առողջապահության նախարարության դիրույթում է, բայց այնուամենայնիվ այդ մտահոգությունը միշտ կա, եթե ասելու բան ունեք, ասեք եւ Տիկին Գյուրեղյանը շարունակի։ Եթե ունեք, հա, կարճ։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, իրականում տեսեք ամբողջ այս ծրագիրը, որ պետք է իրականացնենք, ուղղված է մեկ նպատակին հասանելի դարձնել մեր բնակչության համար որակյալ բժշկական ծառայությունները եւ բոլոր ցուցանիշները, որոնք որ այստեղ նշված են ու որպես պայման գրված են, նախապայման են, որպեսզի մենք հասնենք այդ մեր նպատակին։ Ինանշան, խնդրում եմ, այդ հասկանալի է, դուք ներածական խոսքում եք, այստեղ հարցը ուրիշ բանի մասն է։ Մենք ունենք այդքան ներուժ, այս բոլոր ցուցանիշները սահմանված ժամանակում հասնելու եւ մասանունները ստանալու, այո կամ ոչ։ Պետքա բոլորս աշխատենք միասին, որպեսզի հասնենք մեր այդ նպատակին։ Մեկը չասեցիք այո կամ ոչ։ Խնդրեմ Տիկին Գյուրեղյանը շարունակեք։ Արձագանքեմ հարցերի, պատասխաններին, հետո նոր հարցերը։